Monsieur le prince, au quartier latin. Ամեն անգամ, երբ շանսոնյեն երգում է ծնողների մասին, Յայիր Օրոն փշաքաղվում է հուզմունքից։ Ցեղասպանությունից մազապուրծ փրկված այդ նույն էմիգրանտ հայերն էին, որ 2 տասնամյակ հետո պետք է մեկ այլ ցեղասպանությունից փրկեին իր հայրենակիցներին։ Qui parlait le russe, et puis l'arménien. Ինձ համար մեծ պատիվ է, որ Շարլն ու Աիդան այդ պատմությունն ինձ վստահեցին փոխանցել սերունդներին։ Ազնավուրին ասում էի քո հայ լինելու, մեծ երգիչ լինելու մասին մի քանի գիրք ես գրել, բայց ընտանիքիդ պատմությունը բավականաչափ չես պատմել, ինչու։ Պատասխանեց, թե այն ժամանակ չէր հասկանում իր ծնողների քայլի հերոսական նշանակությունը։ Et moi étions à la fête, blottis dans un coin. Երկրորդ աշխարհամարտի տարիներին Փարիզի շատ հրեաներ փրկության հույսը գտան Ազնավուրյանների տանը։ Շանսոնյեի ծնողները վտանգում էին իրենց ու երեխաների ապագան, գուցե կյանքը հանուն ուրիշների։ Հենց այդ հերոսական մարդասիրության մասին է հրեա գիտնական ցեղասպանագետ Յայիր Օրոնի նոր «Փրկիչներ ու մարտիկներ» գիրքը։ 4 տարի նրանք ընդունել են հրեաներին, ովքեր փախել էին նացիստական ճնշումներից, գեստապոն ու ֆրանսիական ոստիկանությունը պարբերաբար ստուգում էր նրանց տունը, բայց ազնավուրյանները շարունակում էին հապաստան տալ հրեաներին։ Շարլ Ազնավուրն է գրել Յայիր Օրոնի գրքի նախաբանը, որում Շանսոնյեն նշում է. այդ բարի մարդը իր ու քրոջ համար բացահայտել է իրենց իսկ էությունը, նա մուտք է գործել հայերի պատմություն ու այնտեղ կմնա հավերժ։ Ազնավուրն ընդգծում է ինչ-որ չափով Յայիր Օրոն իր հերթին դառնում է այն, ինչ հրեաները անվանում են արդար։ Ես կշարունակեմ քննադատել Իսրայելի իշխանությանը, մինչև որ այն ճանաչի հայոց ցեղասպանությունը, չճանաչելը Իսրայելի բարոյական ձախողումն է, չճանաչելով մենք դավաճանում ենք մեր հոլոքոստի հիշողությանը։ Յայիր Օրոնի գիրքը սկզբում հրատարակվել է եբրայերեն, ապա անգլերեն ու ֆրանսերեն, հայերեն թարգմանությունը հեղինակի պայմանն է եղել։ Ասում է իր մտերիմ բարեկամ Շարլը նույնքան համեստ է, որքան մեծ երգիչ է, իր պարտքն է նրա փոխարեն աշխարհին պատմել փրկիչ ու մարտիկ Ազնավուրների մասին։ Անի Հակոբյան, Անդրանիկ Արթանյան, Ժամը լրատվական։